Բեռնախցիկի եղևնիները Հրազդանի անտառ տնկարանից են օրինական ճանապարհով ու հատուկ պատվերով մայրաքաղաք բերված։ Առաջին խմբականակը 20 հատ է, հեսա մյուս շաբաթվանից նորից կբերեն նույն քանակով։ Փոքրիկ փշատերևները նոր տարվա շատ հարմար նվեր կարող են դառնալ բնությունը սիրող անտառային հրդեհներով ու աղտոտված օդով մտահոգ մարդկանց համար։ Որոշել են Հայ Անտառում ու մեկնարկել Ամանորին եղևնի նվիրիր ակցիան։ Տոներին ստացած տուփով կոնֆետը կուտեն կմոռանան տնկած ծառը երբեք պնդում են այստեղ։ Եղևնիների վաճառքը ոչ այնքան ձեռնարկատիրական նպատակ ունի, որքան որ բնապահպանական մտածելակերպ խթանելու։ Եղևնի նվիրելով մարդը 250-300 տարվա կանաչ ապագա է նվիրում։ Տնկիները պատվիրատուին փոխանցելուց առաջ տոնական տեսքի են բերվում, պոակի արտադրական տնտեսական բաժինն է։ Այս աշխատասենյակից են վաճառքի գնում նաև մեր անտառների մյուս բարիքները՝ մեղր, խոտաբուսային թեյեր։ Մշտադալար նվերի գաղափարն ի դեպ անցած տարվանից են սկսել։ Նախորդ դեկտեմբերի վերջին 5-6 օրում 70 տնկի վաճառվեց։ Պահանջարկը հետաքրքրությունը հիմա շատ ավելին է, ասում է Էլան։ Ուզում են գան եղևնիները տեսնեն, հետո նոր գնեն։ Դրա համար դեռ քանակ չենք կարող էլի ասել։ Շատ է զանգում հայտարարությունը։ Հա, զանգերը շատ են։ Մոտավորապես մի 5-6 տարեկան եղևնիներ են իրենք, ավելի փոքրերն էլ կան։ Հենց այս նպատակով ենք աճեցրել, այսօր իրենք նպատակին ծառայում են, աճեցրել ենք սերմից, աճեցրել են Հայ Անտառի մասնագետները սերմնացանից սկսած մինչև խնամք, մինչև տեղափոխել, մինչև վաճառք, անում են Հայ Անտառի մասնագետները։ Տնկիների Երևան հասնելու լուրն ամենաշուտը շենքի վերևի հարկերում աշխատող էկոպարեկներն իմացան։ Գայանեն շտապեց գեղեցկուհիների խմբականակից իր նվերն ընտրել։ Իսկ թվում է երևի էս։ Ինչ եք անելու, դուք նվիրելու եք։ Նվիրելու եմ քույրիկիս։ Ինքն է շատ ասմարծաթափար եղևնի եմ ուզում, բայց հետո իմացա, որ Հայ Անտառում կա։ Պատվիրատուին եւ հեռախոսով են զգուշացնում եւ ծառը գնելիս, եթե հետո տնկելու տեղ, բակ կամ այգի չունեք, չենք տալիս։ Սենյակում եղևնին երկար չի դիմանա, առանց այդ էլ ծաղկաման բաժակները նրանց արմատների համար արդեն փոքր են, ազատ հող են ուզում։ Տանը սառը սենյակում կպահեք եւ շաբաթը 1-2 անգամ կջրեք, կցողեք խորհուրդներով ճանապարհ են դնում։ Ցանկալի չի երկարաժամանակ պահել սենյակային ջերմաստիճանում, որովհետեւ ինքը կսկսի ավելի շատ դեղնել, էլի։ Երբ գարունը գա կամ երբ որ եղանակները մի քիչ սկսեն տաքանալ, անպայման պետքա տեղափոխել հողի մեջ, որ արմատները կպնեն։ Այս եղևնիների բաշխումն ավարտեն, Ամանորի ծառ նվերների նոր խմբականակ կբերեն Կոտայքից։ Հերմինե Բաղդասարյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։